Ասում է, այն պահին, որ կորցրեցինք Արցախը, այդ պահին գտանք Հայաստանը ու ոգևորվում է դրանից։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն։ Երկրորդ պետության իշխանություն չեք կարող ասել, որ հանձնում է երկրի մի մասը ու իրեն համարում աշխարհի կենտրոն։ Ըստ Նիկոլի տրամաբանության, հենց Դանիան Գրենլանդիան հանձնի Ամերիկային ու դրանից առաջ բազմահազար զոհ տա, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, մի 150,000 զոհ գնան, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Զելինսկին հիմա Կիևը առանց կրակոցի հանձնի Ռուսաստանին, կդառնա աշխարհի կենտրոն։ Հենց հիմա եթե Պաղեստինը ասի վերջ, Գազան հանձնում եմ Իսրայելին, Երուսաղեմի վերաբերյալ պահանջ չունեմ, կդառնա աշխարհի կենտրոն։ Հնդկաստանը հրաժարվի Քաշմիրից, կդառնա աշխարհի կենտրոն։ Առանց զոհ չէր լինում աշխարհի կենտրոնը։ Այսինքն, մի փոքր պետության մեջ ոչ թե համադրում, այլ հակադրում ես ԱՄՆ-ին, Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, Եվրամիությանը ու դրանով ոգևորվել ես։ Դուք պատկերացնում եք, թե այդ բախումից տակը ինչ կմնա։ Զոհերը նախ տվել է, Արցախը նախ հանձնել է, բայց խաղաղությունը ապառիկով է, կախված է Ալիևի տրամադրությունից ու իրեն համարում է աշխարհի կենտրոն։ Ու նույն Հայաստանը աշխարհի կենտրոն իբր դարձրածը հետևից էլ ասում է, որ մենք կանգնել ենք ընտրության առաջ, ընտրել Թուրքիայի նախապայմանները, Ադրբեջանի նախապայմանները, թե պատերազմը։